հիմա Forrest Gump չկա։ Մնացած դերասանները եկել գնացել են։ You're a good artist but a bad person։ Բարև ձեզ, դուք դիտում եք Viva podcast-ը, եւս մեկ հրաշալի տարի 2026-ն է պատուհաններից են կողմ եւ մեր հյուրն է հրաշք ռեպեր, անվանի ռեպեր, սիրված դերասան Chillan։ Սիրված դերասան արդեն զգացում է, որ այնքան աստղային է տարել, որ 15 րոպե ուշացավ, բում, հնչեցրեցի, չկարողացա լռել։ Ուղղակի ինձ դուր են գալի արդարացնում, դե արդարացի։ Ոնց էր ասեցիր։ I'm a rapper։ He's a rapper։ Բայց կնախընտրեմ hip-hop artist տերմինը։ Rapper-ը մի քիչ քարտուի է մեր ոլորտի rapper-ն է, բայց hip-hop artist խնդրեմ։ Կամ էլ մուզիկանտ պրոստը, կամ էլ պրոստը artist։ Okay. Այդ նմանն է որ IT specialist-ին, ասում են IT-շնիկ մի ասա, մենք tech ոլորտ։ Այ հենց նույն բանն է։ Okay. Hip-hop artist, not a rapper։ Իդեպ իդեալական տենց excuse-ը բոլոր բաներից, ես էլ ցանկացած ինչ-որ ցանկացած վատ բան եմ անում, ասում են խիես դարել, ասեմ, well I'm a comedian։ Okay, ինձ կարելի է։ Դրա տակ ինչքան մեզ կարաս ուշանաս, բայց մենք ունենք նաև լուրջ հարցեր։ Ուզում ենք պատրալ դիմակը, հասկանանք, որտեվ ուղղակի քեզ լսելուց, քո շփելուց կա զգացմունք, որ դու ծնվել մեծացել ես Բրոնքսում, Նյու Յորքի։ Համարյա։ Բայց մի հատ ջոգենք, ով այլ է, ինչ այլ է, մի հատ որտեղ ես ծնվել ու տենց քո formative years, որտեղ ես ձևավորվել փոքր վաղ։ Ամփոփենք անցյալը։ 12 տարեկանից հայտնվել եմ Ամերիկայում։ Դա 92 թիվներ ու արդեն տարիքս հասեցի։ Okay, շատ զարմանում են ու պրիտոմ շատ են զարմանում։ Ոչինչ, ես զուսպ կպահեմ ինձ։ Բայց լավ եմ պահպանվել։ 12 տարեկանում ներողություն, հայտնվում եմ Ամերիկայում 92 թիվը, որտեղ պիկնա երաժշտության, կինոյի, ինչով ոչ հենց հիփ-հոփի, այսպես մի հատ կուլմինացիոն պերիոդ է 90-ականների սկիզբ Ամերիկա։ Ես 12 տարեկան։ Ապե, Ամերիկա բառը մեզ շատ քիչ բան է ասում։ Դու կոնկրետ տեղ ասա։ East side թե west side։ West side. Unfortunately. Los Angeles, բայց գործի բերումով նաև East Coast-նա ուսումնասիրվել, ապրվել այնտեղ։ Շատ մեծ տարբերություն է, ոնց որ լրիվ ուրիշ երկիր լինի Լոս Անջելեսն ու Նյու Յորքը, անգամ ուրիշ ձև են խոսում մարդիկ, բնավորությունները տարբեր։ Բայց ես ավելի East Coast-ի մարդ եմ, այսինքն Նյու Յորքում մեծ հաճույքով կապրեի։ Okay, այսինքն հենց այն պիկը, որ ձևավորման, մարդկային ինքնության բան, հենց այդ պիկի ժամանակ ես, էլի, բանել։ Հիմա դու քեզ ոնց ես ավելի շատ զգում, որտեղի մարդ, ոնց որ Երևանցի, թե Լոսցի, թե Երևանը միշտ եղել է մեր ընտանիքում, այդ Երևանցի հետ։ Կստати շատ լավ հայերեն ես խոսում։ Ակցենտ չունեմ։ Ռուսերեն եմ խոսում։ Вау, скажите, пожалуйста, какая цаца? Да, многие не знают, но на русском очень хорошо владею. Կարող է վրացերն էլ կիմանաս դու։ Ես վերջերս Վրաստան էի, ու որ երկիր գնում եմ, սկսում եմ իրանց նման խոսալ։ Կապ չունի այդ բառերը, տենց բառեր կա թե չէ, պրոստը իմիտացիա։ Ակցենտը չէ։ Что хотите։ Վրացի ընկերներից հետ խոսում եմ վատ ռուսերեն ակցենտով, որ ինձ հասկանան, որտեվ իրանք էլ են տենց խոսում, знаешь։ Էմպաթիա վլի մարդ, рэպեր, ավելի hip-hop artist, որը նաև զգում է դիմացինի ցավը ու տենց փորձում է զգալ ամեն ինչ։ Okay, ու տենց ինչքան մնացել լոսում։ Ահագին ավելի քան պետք էր, 30-40 տարի, 35 տարի։ 40 չէ, 30։ Չէ, էլի շատ է, արդեն հետ արի։ Շատ է, բայց միշտ եկե գնացվել է Երևան, միշտ մեր ընտանիքում պահպանվել է այդ երևանցկին, բայց նաև լիքը մարդ կա, որ իմ չափ ընդեղ է ապրե 30 տարիով ավել, բայց անգլերեն չի խոսում։ Իրան պետք չի։ Հայերի հետ է շփվում, մնացել է այդ համթվականի մեջ, խանութ է գնում։ Իսկ դու մնացել ես 92 թվի մեջ, այն որ գնում են ու որ թվին գնացել են։ Չէ, ցավոք սրտի չէ։ Вообще ես գիտեմ որ չէ։ Հիմա լավ կլներ, հիմա 92 թիվը շատ ավելի լավ էր ամեն ինչը, քան հիմա։
Նույն կինոն, նույն մյուզիկը, նույն էնտուզիազմը, նույն, չգիտեմ, հագուստը դաժե։ Ես 90-ականների baby եմ երևի։ Ապեր, հա, Օսկարներ դայում ես ինչեր են ինչ կինոներ են, ժամանակ դες Forrest Gump-ով բան։ Էլ բերանս մի բաց։ Սրտիցս ես խոսում։ Մենակ մի տարվա մեջ կար Pulp Fiction, Shawshank Redemption, Forrest Gump, այդ ախալ հիմա այսօր չկա։ Հիմա չես ճոգում ինչա։ Well, նայ դու շատերից երազանք, ոնց որ մեր երազանքներից իրականացնել, եթե մենք հիշում ենք մեզ 92 թիվ, տենց ոնց որ զլոյ տենց վիճակը սկսվեց ու բոլորս երազում ենք տենց դուրս ինչ որ բան։ Բայց ոնց էր այնտեղ, ենթադրում եմ որ տենց օբշետ կան հեշտ չէր դպրոցը տենց կտրուկ փոխել, հայկական դպրոցեր, անգլիական դպրոցեր, ինչ։ Չէ, անգլիական, լսի, նախ ասեմ, ստեղից չենք փախել, այն որ այդ վատ ժամանակներին ու մենք փախանք, պրոստը համընկավ, որտեվ իմ մորքուրը հին 70-ականների գնացած Ամերիկա հայերից էր, հետո մեզ ոնց որ կանչեց, այն վաղտել պասոլստվան Ռուսաստանում էր Ամերիկայի, ստեղ չկար, պետքա գնայր Մոսկվա այդ ամեն ինչը անեիր, Մոսկվայում եմ ապրել մի քանի տարի այդ պերիոդում, ուղղակի համընկավ եմ որ ասում են, դե դու այն վատ վաղտերին թողի գնացել ես տեղ չէիր էլի դե հիմա տենց դա շատ լավ է ես էլ եմ գնացել մի քիչ տեսել եմ գնացել եմ ճիշտ է Կուրսկ եմ գնացել ինչ անգամ 94 թվին բայց դա նորմալ է տենց եթե 92 եթե չկա ինչ որ բաներ պետքա գոնե ինչ որ ժամանակ գենը պահպանելու համար ինչ որ ապահով տեղ տանես միջև կարողանաս օգուտ թե չէ կմնայի կտարապեի բոլորի հետ եթե ու կարող է այդ նույնիսկ այդ ուրիշ art ընտրեր դառնալ տելևիզոր սարքող շատ ճիշտ ես ասում տելևիզոր սարքող մարդ այո ինձ հետաքրքիր է որ չէ բայց մյուզիկը շատ ավելի շուտ կար իմ մեջ քան տելևիզոր սարքել դու համեմատաբար մի քիչ ավելի շուտ էր մյուզիկը օքեյ մի հատ քանի որ դրա մասին խոսք գնաց մի հատ հասկանանք երբ ֆայն սկսեց դա ու արդյոք ծնողները օքեյ են ոնց են նայում արա դե հազիվ ոնց էր նորմալ հնարավորություններ կա բիզնեսի մյուզիկը ծնողներից է սկսել այ հələ պատմի բա հա այսինքն ստիպել են չէ չեն ստիպել հիմա ես ունեմ 2 տարեկան երեխա որը ոչ մի բան չեմ ստիպում, որտեղ ինձ էլ չեն ստիպել։ Ուղղակի տանը եղել է ճաշակով երաժշտություն, ըստ պապայի։ Beatles-ը չեն կսիրել։ Այո, մենք դա խոսացել ենք, Beatles շատ ասիլ է, այո։ Բայց ինքը այդքան չի կիսում։ Բայց այդ Quincy Jones, Miles Davis, dance մի քիչ jazz, funk, fusion, plastic եկով տունը եղել է, ուղղակի տունը եղել է։ Ես կարայի մեծանայի ու անտարբեր լինեի այդ ամեն ինչին, բայց ինչ որ մի բան գրավել է, նկատվել է իմ տաղանդը սեղանի վրա ինչ-որ ռիթմ նվագելուց, որ պապան ասել է, հա, լավ էլ ռիթմի մեջ ես նվագում այս գործի հետ։ Ու ինձ այսքան դհոլ առան, շատ փոքր, ես մի ծերը։ Եվ 18 տարեկաններ արդեն դհոլները մեծացան։ Հա, հարվածային գործիքներից է եկել իմ այդ ունակությունը, ռիթմի եւ բան, հետո բարում էի ջահել, փոքր վաղ Michael Jackson իհարկե։ Ու այդ գծով գնացի, միջև վերջ, հետո 92 թվին Ամերիկայում լսեցի առաջի հիփ-հոփ Dr. Dre, Snoop ալբոմը։ Ասեցի ես եմ ուզում անեմ, ուզում եմ ինչ-որ բաներ արտահայտեմ երաժշտության տակ, որը հիփ-հոփ ռեփը էդ է։ Նայած ինչ ես արտահայտում, այդ արդեն քո գործն է ու տարբերվում ես ըստ ինչ ես խոսում ռիթմի տակ։ Իսկ այդ քեզ տարավ, այսինքն դու զգացիր, որ գիրքը քո այդ մյուզիկն է ու ուրիշ բան չես ուզում։ Մյուզիկ ու լեզու արտահայտվել ինչ որ ձևերով։ You know how I like to։ Ու այդ շատ լավ համընկավ այդ։ Մյուզիկ ու արտահայտվել, գրել, հանգեր, ռիֆմաներ եւ այլն տենց։ Անտիուտոպիայում այլ տիեզերքում ինչ մասնագիտություն կարող է ունենալ, եթե հանկարծ այս գծով չգնայր։ Next best thing-ը որն էր քո մոտ կամ տենց պլան բան։ Anything in the movies։ Հա Yeah, մի վարքան, պաստուն ինչ ուզեցել ես դրան ասել ես։ Who is this person? Լսի, հա, կինոները շատ էին ասում իմ յուրահատուկ դեմքի կառուցվածքի պատճառով միշտ ասում են, «Էй, լավ կերպար խաղաս կինոյի մեջ», կյանքիս ընթացքում միշտ եղել է, նույնպես լիքը շոշափել եմ այս տարբեր տեղեր, որ ֆիլմ երևի մի քիչ ավելի շատ եմ սիրում, քան մյուզիկ։ Հա, օքեյ, սա փոքր էքսկլյուզիվ չի կա, արժեր սպասել 15 րոպե ավել ուշացմանի։ Ինչքան ուշադրություն եմ դարձրել երաժշտությանը, մի երկու այդքան կինոյին, բայց որպես հոբի։
չեմ ամաչի ասել, որ շատ ավելի շատ ինֆորմացիա կինոյի մասին գիտեմ, քան շատ դերասանները ստեղի ում հետ որ առնչվում եմ։ Так, մի վարքյան, You're a rapper. What the fuck you know about movies? դու ուշացա рэպերի այդ մասկա։ Հիմա ինչ բավար դերասանի բանը բներ։ Okay, այսինքն կինոման ես իսկական, հա, տենց իր ռեժիսորներով, օպերատորներով, լուստրերով։ Հա, դու այդ մարդկանցից մեկն ես։ Ես միշտ ուզում էի այդ մակարդակի իմանալ։ Ես հազիվ Meryl Streep-ի անունն եմ հիշել վերջի 2 տարի։ Oh no, դու էլ պետք է Բայց ես իրան գիտեի 10 տարի, ուզեմ ասեմ, բայց անունները այտենց ուշ են եկել կամ ինչ որ ասենք մեր նարեկը ինքը գիտի այնտեղ օպերատորին կամ բան ես ինչին այտենց հայտնի այս կինոյի այն 1917 կինոն որ դուրս եկավ։ Հա, ինքը ավելի կինոմանական դու ուզում ես ասես։ Ես կարծում եի դու համել դու։ Գիտես, ես չեմ ուզում փշել կարծիքդ, ես հիմա փոխում եմ խոսքս, ես ավելի կինոման եմ, քան ինքը։ Հա, շո, հանդիստացա։ Okay, հիմա ոնց է կազմակերպում տենց մի հատ ընտանիքի մասին եմ խոսանք ինչքան ժամանակ ընտանիքում տենց այդ 2 տարեկան երեխայի մասին հələ պատմի ինչ է իրան սովորացնում արդեն ընտրել եք ինստիտուտ ուրա գնալու ինչ է սովորելու որովությամբ բանալու Գոսի ուղղակի թողում եմ ինքը իր ճանապարհով գնա ես կողքից սենց անեմ որ հանգարց անդունդը չընկնի։ Հա, ինձ էլ են տենց արել, ինձ շատ չեն օպտի գնաց դաշնամորի կամ հենց ինչ-որ մի հատ ունակություն ենք, թե օհին տանենք նկարչության, որտեվ այս ծաղիկը լավ նկարեցիր բան, տենց չի եղել, ինձ թվում է, ես կջոգեմ, ինքը կջոգի, թե չէ, եթե չի ջոգի, ես կօգնեմ։ Բայց հələ որ ուսումնասիրում եմ իրան կողքից, հələ որ նոր է ինքը բնավորությունը իր դրսևորում։ Որ կողմ զգաս, որ ուզում է կամ ստացվում է դեպի այդ կողմ բան կանես, օգնես ոչ թե կոզած։ Այո, տոնը գիտի պապան երգում է, պապան տելևիզորով մեկ-մեկ ցույց են տալի։ Արդեն գիտի։ I'm on TV, bro։ Հա, դե հիմա սաղաս բայց դա լուզած չուզած։ Դա էլ խոսանք։ Իսկ well, դա ուզում հարցնեմ, ինքը вообще ոնց է որ տենումա որ պապան հայտնի է կամ տելևիզորով այրևում։ No, հələ նա 3 տարեկան նոր է լինելու։ Պոդքասթով այրևում, գնայք ասի, «Wow, պապ, նույնիսկ Viva podcast»։ No, ինքը հələ չի հասկանում այդ բանը, բայց որ հանգարցակի TV-ով ցույց են տալիս, պապան է, պապան ոնց է երկում։ Ինչ որ բան գիտի, բայց դա հələ չգիտի որ։ Հա։ Այնքան է հայտնի չէ։ Okay, վերջերս դուրս եկավ Round ֆիլմը, իդեպ եթե չգիտեք շտապ միացեք այդ վագոնին, որը տանում է դեպի մի ժամ, չեմ հիշում քանի րոպե, Իսկ դու նայել ես ինձ ազնիվ կասես։ Օ, ես չեմ նայել, ես առայժմ տենց մի հատ բան եմ անում, build up եմ անում, ես վստահ չեմ ինքը երբ է դուրս եկել, բայց համատաբար վերջերս, այս տարվանն է, չէ՞։ Կինոդարանում է գնում, boom, տեսակ ինչ-որ բանը գիտեմ։ Պատմի դրա մասին, այսինքն ես տրեյլերն եմ տեսել, գիտեմ որ դու այնտեղ բոքսեր ես, գիտեմ որ դրա համար լիքը պատրաստվել ես ու հիշեցի այն Ամերիկայի դերասաններին, տիպը Հյու Ջեքմանին, որ պատրաստվում են միջև առաջ, ասես մի 6 ամիս, չգիտեմ, հատուկ տենց գծած ամեն վարքյանը։ Ոչ կոմոդ ոնց է եղել, որտեվ այն ինչ որ տեսել եմ պաստարի վրա ու տրեյլերում, շատ կայֆ էր, տպավորիչ էր։ Սկսենք նրանից որ նման են բոքսերի։ Հա, լավ ծեծված բոքսերը։ Ռոքի 2-ի մեջի վերջ, հա։ Կուզենայի ժամանակ մի քիչ շատելներ պարապելու, չնայած քիչ չէր, բայց չի ուզենա ուղղակի բոքսեր որպես լինեի դեմքով։ Այդ շարժումները լիքը բոքսերներ են նայելու դեմ որ հայկական բոքսի մասին սերիալը ինձ թվում է սա սպորտսմենները հայ կնայեն այդ ոլորտի։ Դա համար մի քիչ պետք էր fake չլներ իմ շարժուձևը։ Բայց ավելի կարևորը ոնց է պարապել, ուր է պարապել։ Հա, պարապել եմ իսկական բոքսերների հետ կամ տրեյներով։ Այո, տրեյներով, նույն տրեյներով, որի մոտ պարապել եմ տարիներ, բայց ուրիշ բան։ Ուրիշ մարտարով։ Շախմատ, Wing Chun. It's a style of kung fu. Բանը Bruce Lee. Yeah. Okay, exactly. Բայց այդ մարտը համել բոքսի վարպետ էր, որ զանգիցի sense ֆիլմ են առաջարկե, պետք է հիմա մենակ բոքս անենք, քեզ ասում էի, չէ՞ որ բոքսը լավ է։ Շեվ կինոն չլինի, չէ իմանա լավ է։ Բայց բացի
այդ սպորտային պարապմունքներից կերպարներ բավականին դժվար ու ծանր մարդ Ինչ տիպի Արտուր Արևյանը իսկ քո կերպարը տրագեդիայի մեջով անցած պունկտուալ մարդակ սպոյլերներ չանեմ Okay Լսի բայց այդ իմ առաջի քայլերն էր որպես գլխավոր դեր եղել են կինոներում եղել եմ էպիզոդիկ դերերում երկրորդական երրորդական սա մի քիչ որ սա նագրուսկենին վրա էր մի բան ասեմ էլի աշխատաձևի մասին ինչ որ անում եմ նույնիսկ մյուզիկը կամ այս դերը ամենաառաջինը անում եմ իմ համար իմ անձնական էքսպերիենսի համար էգոիստիկ եւ էգոիստաբար այդ դրանց երկուսը հաստատ ճիշտ ասեցի չհնչի բայց այդ սկզբից իմ համար եմ անում չնայելով արձագանք ինչ կասեն մարդիկ որ նայեն նույն այդ մյուզիկը որ գրում եմ նախ իմ համար եմ գրում իմ աճի համար հիմա կարող է այս sense ստացվեց բայց մյուսը մի քիչ ուրիշ ձև կստացվի այս էքսպերիենսից ելնելով նույնը էս իմ առաջի քայլերն է մանավանդ գլխավոր դեր այդ արեցի իմ համար հետո որ ֆիլմը դուրս է գալի հանձնվում է հանրությանը արդեն սկսում են լավ ավատա մյուս անգամ լավ կլինի այդ քննադատությունները բան ու ինձ սովորել եմ ոչ թե ինձ մեկ է այդ քննադատությունները այլ իմ համար անցած էքսպերիենս է արդեն վсё այդ տեղում արվեց այդ երկը գրվեց այդ դերը խաղացվեց ինչ որ մի բան ես դրանից սովորեցի կամ չսովորեցի ու սպասեմ մյուսին հանրությունը գալիս է իմ համար երկրորդականը բայց ես կոպիտ չեմ ասում գիտես ինչ it's artistic հերիքա իդեալական մարդու պատկերներ կես մեր մոտ որտեվ հենց տենց է պետք է իրականում հենց պետքա դու հաճույք ստանաս ու ես որ հաճույք ստանամ դու չստանամ ախ well սան 15 րոպե ուշանալուց ես հաճույք ստացել բոմ ես okay չեմ պատրաստում թողնել այդ բանը 15 րոպե ուշ կգնա 5 րոպե okay well բայց վերադառնանք կինոին որտեվ նայ շատ Սուր բան ասեմ, որ ես չեմ սիրում նկարահանվել, ասենք ինչ որ բաներում նկարվել եմ բան, բայց այդ process-ը դոք է ստանում, որ պետքա, ասենք մի րոպե ստանալու համար, ասենք կարող է 3 ժամ, ինչ որ մեկստեղ սպասես, մեկընդեղ մեկ էլ գնաց, չէ, մի վարքյան, կարող է այն կողմից փորձեմ, եկել լույսերը, ձեները, բաները փոխվում են ինչ որ անհաս, ու չես ջում, մեկ թվում է, որ 4 ժամ ոչ մի բան չի կատարվում։ Երկար տեսարան, որ անում ես ու անելուց դու էլ ես ասում որ ինչ լավ եմ անում այդ բանը հետո ասում են դուբլ տեխնիկական ես եմ ինչ եղավ ասում եմ այդ նույնը պետք է անեմ ասում բայց այդ նույն անելն է դերասանության երևի գաղտնիքը ու լավ դերասան որակով լինելը որտեվ կարող է 3 անգամ նույն բանը անեմ մեկը շատ լավ ստացվի բայց պետք է 3-ն է շատ լավ ստացվեն դες բաներ եմ սովորել ինք բացահայտել եմ ինձ որպես շատ բայց ինձ թվում է ինձ շատ յուրահատուկ դերեր է պետք տալ ես ամեն ինչի դեմք չունեմ հա ինձ պետք է ընտրված բայց որ ճիշտ դերը տաս շատ ճիշտ performance կտամ քեզ Okay մեզ լսում են բոլոր լսող ռեժիսորներին խնդրում եմ էդի հաշվի առնել ձեր մոտ պունկտով առանձին գրել սա պրոստը մի թեթև կիսա վախ առաջացավ հիմա կարող է այնքան դուրդ գա որ դեպի իրոք ոնց որ ասիր դեպի կինոն այնքան գնաս, որ դա դառնա հիմնականը, այսինքն կարող է դա ինչ որ ձև ստվերի ինձ բացարձակ մեկ է ոնց տաղանդս արտահայտեմ հա կարող այլես ինչ ինստրումենտով արտահայտեմ իմ ասածը կամ տաղանդը թե երաժշտությունով, թե նկարչությունով, թե դերասանությունով հիմա որ ասեն մյուզիկ չես անելու հիմա մենակ դերասանություն այդ նույն ինչ որ դրել էի մյուզիկի մեջ կդնեմ այնտեղ այդ էներգիան okay բայց մյուզիկի հետ շատ կապնված ենք միշտ կլինի դե հա ոնց որ եթե չթողարկվի էլ մեկը ես ասում եմ ես հայտ մի քիչ ես որ ճանաչված եմ մի քիչ հայտնի են փողոցում մոտիկ անում են բանը շատ հաճելի է բայց ես вообще դրա մասին չեմ ընդհանրապես դրա մասին չեմ եթե ինձ ոչ մեկ չճանաչեր ես մեկա ստուդիայում էլի նստած երգեի գրելու հա well դե լավա որ ուրիշ բան չեմ կարող անեմ համընկել է այն ինչ որ դու ես սիրում ու անում ուրիշի ճանաչողների հետ այդ է ամենամեծ ուստեղ մի հատ փորձենք ջոգել okay դու ունես ինչ որ բաներ որ արել ես ինչ որ բաներ որ անում ես ունես մեջներից քո սիրած երգը ասենք որ այսի կուզենամ այսի sense եթե իմ անուն դուրս է գալի ինչ որ միտեղ այս ռանով դուրս գա քո սիրած երգը այդ նույնը ոնց որ ասում են երգերդ կյանքում չեմ լսել հələ մի հատ դիր
երկերից մեկը լսեմ, հիմա այդ 300 հատ երկից որ առաջինը կդնես, որ քեզ հա Ավելի լավ ձևակերպեցիր, հա։ հա այդ իմոտ էտապներով է, իմոտ ամեն մի քանի տարին ժամը մի երկից փոխվում, նույնը երբեք չի։ Դա է իրոք Progress։ ինձ թվում է հասկանում, որտեվ ես ժամանակին ահա որ շատ էի սիրում ելակի համով պահպաղակ։ Հետո suddenly դարա chocolate person, ու որ հարցնես որն է սիրում, դե ամեն երկուսն պրինցիպի հա, հիմա չեմ կարա այտենց կոնկրետ ասեմ նա վատն է կամ սա է մնալավը։ Դենց որ հիմա 5 տարի առաջ այդ երգը որ գրել եմ, այդ վաղ ամենալավն էր իմ համար։ Հա։ Այդտեղից հետո արդեն փոխվում է։ Դրա համար չեմ կարող ասեմ, կան տարբեր են, շատ տարբեր են, բայց ագրեսիվ ու քվորով երգեր չունեմ։ Այդ շատ հետաքրքիր բան է, մենք միջև սկսել է դրա մասին խոսում ենք։ Լավ, էլ չունեմ սենց ասեմ։ Շատ վաղուց եմ սկսել, 17 տարեկանից եմ սկսել ռեփ գրել Ամերիկայում անգլերեն, այնտեղ անգլերեն այդ բառերը օգտագործել, it's unavoidable։ Ահա, բայց ոնց է կար դրան, որտեվ principi ռեփը ինքը ասոցացվում է, տենց ինչ որ street language-ի։ Այդ շատ վատ է, արդեն վատ։ Դրա համար որ ասում են ռեփեր, միանգամից որ ծանոթացնում են, Միշոն էլ էս վերջերս ինտերվյուի մեջ ասեց, ասում են, ծանոթացրեցին մի օր ամերիկացիներն հետ, ասեցին ու Միշոնը ռեփեր այն որ այդ նույնն է որ ասա ճիշտ ասում իմ մոտ էլ այդ տպավորությունը։ Yeah. So okay. Rapper որ ասեն միշտ ուղում եմ կամ just a musician կամ hip hop artist ավելի բան է հնչում էլի hip hop artist։ Հա շատ լավ է։ Ես հիշեմ տենց մենակ ասեմ ամբողջ կյանքում։ Իսկ կան թեմաներ որ okay չի, ասենք որոնց չես անդրադառնալ։ Politics։ Արասախ բանը politics-էր Tupac-ը։ No։ Հա, այսինքն տենց politics ու նարկոտիկ, մենք Միշոյի հետ վերջերս երկարեցինք անտի-նարկոտիկ պրոպագանդայի ու այդ շատ ինչ որ մեծ սկսեցին քննարկել բան առանց երգը լսելու հասկանալու որ ոչ թե պրո, այլ անտի նարկոտիկ էր։ Դե տենց է, մի բան որ անտի է անում ինքը հա Вообще-то ես չէի բանել ֆիքսել, այսինքն տենց հիփ-հոփի մեջ կա այդ թեման նարկոտիկը դրական ձևով ինչ որ ներկայացնելու տենց պահ կա։ Կան բազմաճյուղանի է այդ ռեփը ու ամեն մեկը նայած որ տարիքում ինչ է գրում ու նայած շուրջը ինչ է կատարվում։ Շատ քաղաքագիտական պատասխան է, էլի։ Այո, ես լսեցի ձեզ։ Okay, երազանքների ֆիթը, օրինակ ում հետ կուզենայիք, ոնց կուզենայիր։ Մեր հայ արտիստների Սկսենք հայերից, հա, հետո տենց քիչ ավելի դուրս գանք։ ինձ թվում է արդեն ում հետ Պրինցիպի հա, փորձել եմ սիրում եմ նոր ջահել բացահայտումներ անել ռեպերների եւ ընդհանրապես երգիչ-երգչուհիների։ Ահա, alright, իսկ դրսից ասենք եթե կարողաներ ընտրել ինչ որ մի հատ Kanye West-ոտ դեմքի։ Nas baby։ Ահա։ Գիտես իրա։ No idea, չի երևում Nas, թե noise, թե nose։ Nas, N-A-S։ Well, շտապ Google-եք, որ երբեք չհայտնվեք այս վիճակում։ Պատմեմ ես Nas-ի մասին։ Ինքը չի քրվում։ Nas-ը առաջի տեղեկից էր որ ցույց տվեց որ այդ Նյու Յորքի այդ project housing-ներից այդ շատ վատ գետոներից կարա արտիստ դուս կա platinum եւ փոխի hip-hop-ի ճակատագիրը ու միջև հիմա այդ մարդ արդեն 50 տարեկան տղեկ են ի վաղտվա ռեպերները։ Ահա, դու ջոգում ես քեզ թվում ես բոլորը որ մեր վերջի տուրնա տենց սպիտակ մազերով պիծեք են դուրս գալի էլի բայց իրանք են փոխել hip-hop-ը հիմա hip-hop ընդհանրապես չկա։ Մի էլ հարցը։ Okay, դա դից բանը շատ ծանր։ Նույն ֆիլմերն է, էլի հիմա Forrest Gump չկա, չէ՞։ Չէ, դա բանը։ Գիտես մեկ էլ ինչը չկա։ Հիշում ես Beethoven կինոն շան մասին։ Ընտանեկան կինո է, շունա, բոլորը սիրում են, մեծ շուն, սիրուն շուն։ Բարի, comedy։ Կա այդ տիպի կինո։ Ճիշտ է։ Home Alone-ն էլ է, տենց առանձնապես ճիշտ է։ Home Alone շատ եմ։ Դրա համար լավ է, դու միշտ
այդտեղ եղել շարունակի եմ բզբզած։ 90-ականներում Այդտեղ էլ, բայց կինո ինդուստրիայում вообще։ Okay, քեզ դուր է գալիս, ասենք դու անում ես ինչ որ քեզ դուր է գալի, բայց որտեղից ես ավելի շատ ֆիդբեք ստանում։ Դու զգում ես, որ արա, այս ոլորտից ոնց որ սկսում են կինոից ավելի շատ ֆիդբեք Այ տալ։ հիմա այդ նոր հիմա այս մի քանի օրն է էլի այդ երկրորդ սերիան որ դուրս եկա հիմա նոր եմ Անցումային բանը ստանում արձագանքը էլի ոնց է գալիս այդ արձագանքը, կոմենտներով, թե շփումներով, թե զանգերով։ կոմենտներով ընկերների հետ որ մեկ նայում եմ իրանք են ասում ստեղ մի քիչ էս, ստեղ մի քիչ կամ շատ լավ է, շատ էս ասում, կամերան քեզ սիրում է եւ այլն, sense բաներ։ Բայց վերջում ես պետք է որոշեմ լավ էր թե չէ։ Ես կարծում։ Դե ուրեմն ստեղ ոնց որ ակնհայտ հարց է, իսկ քեզ դու վերջնական մատերիալ նայել ես սաղ, դու ինչ ես կարծում քո մասին։ Արա միշտ փորձում եմ ուրիշի աչքերով նայեմ, բայց դժվար է։ Չնայած երևի արդար հարց չի իհարկե, պրոստո զոն ասեմ գոնե որովհետև երբեք ինքդ քեզնից չես կարա տենց 100%-ով էլի գորես միշտ ճոգում ես արա էսի կարայի սենց անել, էսի կարայի։ Անպայման, հիմա եթե էլի հրավիրեն ինձ ֆիլմում շատ ավելի էքսպերիենսով կնեմ ու շատ ավելի ուրիշ ձև կմոտիկանամ, քան այս ֆիլմին, որտեվ սա իմ առաջի մեծ էքսպերիենսն էր։ Պլաշատ, որ 3 ամիս ես եղել եմ Սոմոչնի պլաշատում։ Մնացած դերասանները եկել գնացել են, հա։ Սա նախորդը OTT-ն էր։ Այո։ Արա, էտել է հետաքրքիր։ Ինձ ֆիլմի մեջ ֆայմեց կանչեց Սերժ Գաբյանին։ Ճիշտն է։ Ինքը երևի լավագույն որոշումներ կյանքում, որտեվ շատ լավ էր, Ինչ լավ որ դուրս եկել է։ Քո կերպարը, այդ չէ, ինձ դուր գալը, քո կերպարը շատ է դուր եկել, բայց կինոն տենց չհասկացա ինչի մասին էր։ Այսինքն ինքը այսպես խոճուճ բան, ու ես չգիտեի, օքեյ, ես հիմա սրա կողմից եմ, մի րոպե, չէ, այդքան չէ, սրա կողմից եմ։ Բլին, ում կողմից պետք է։ Բայց զատո տենց ֆիլմ չկար, լավ ու վատը մի կողմ։ Զատո նորություն էր։ Նորություն էր, նորություններ կերպարները լավն էին, այն որ ամեն մեկը իր ակցենտով խոսում էր Սփյուռքա հայ, տենց Ղարաբաղի իրար չեն հասկանում, հա, մեջ ինչ որ բան կար։ Երկու րոպեանց ես չէ, բլին, արա, ես ինչ եմ խոսում կամ, բայց ինքս էս շատ կալորիտներ, հա, շատ բաներ ու քո կերպարը այնտեղ, սենց ոնց որ իրոք դու տենց էր, ինչ որ սենց ցիգանոտ։ Հա, լրիվ կուստուրիցայոտ մի հատ կայֆ կերպար էր։ Հա, այ դա ռեժիսորը ինձնից ինչ կարա ստանա, էլի իմ։ Հա։ Ֆակտորայից։ Հա, Մոցարտ չի ստանա։ Մոցարտ չի ստանա, մեկ էլ չեմ կարծում ինչ որ տենց բանը love story կարամ խաղամ։ Սիրային, այնց ռոմանտիկ ֆիլմ, ինձ թվում է իմը չի։ Ու կփորձեմ, կարող է իմն է, բայց ինձ դե այդ լավա որ գտնես այն ոնց որ նիշան, որտեղ ամենաշատն ես կարողանում արտացոլել պետքական էմոցիան ու ոնց կապվել էլի։ Հա, այդ կաստինգը արդեն պետք է ճիշտ ջոգի։ Օրինակ այդ բաքսորի կաստինգը համաձայն է։ Կարելի է նաև շախմատից չէ, բայց հա, էլի արվեստներ կան, օրինակ դու Բրուս Լի ֆանատ ես։ Դետեկտիվ քայ, մեծ հաճիկով։ Բայց մի քիչ բան։ Ինչ ծնդած դետեկտիվ։ Բրա, կստացի հայկական այդ ժանրի հենց դետեկտիվ բան, հա, առանձնապես չեմ նկատել։ Էդի ահագին բացահայտել։ Ինքան եմ ուզում հայկական կինո եւ թեկուս սերիալ այդ բանը լավ տեղ գնա։ Ոնց որ գնում է, բայց այնց կուզենայի որ օրիգինալ մի քիչ բաներ սցենարներ լինեին։ Թեկուս արդեն եղած, որ շատ ֆիլմեր նայում ես, շատ դաժե ֆիրմա ֆիլմերից շատ քիչ է ալնում, որ էս չի տեսել։ Հա, sense բան չի։ Լսի, էդի ոնց որ գնում է, թու դեպի այդ կողմ գնում է, օրինակ դետեկտիվ ասցիր, հիշեցի, որ էդի տենց շատ ազգային նյուանսից է գալի, որ եթե ինչ-որ մի բան կատարվում է, սա այնքան քիփ ենք, գիտենք էլի, հա, էսի տենց մեր բանն էր, այս հանցագործություն արել։ Շամշանն է դետեկտիվ էլի։ Շամշանը, էսի մեր բանի աներձակն է։ Հա, տենց, հա, օքեյ։ Մեքենայի հայլներ են տարել, հա, մեր Անդրուշի բանը, բաժանաղն է։ Լսի, այսօր Հայաստանում ֆիլմ նկարեն, բայց ոչ հայկական իրականության մեջ։ Արա դե just location-ը, ուրիշ բանի մասին, պրոստը Հայաստանում նկարեն, բայց խիա միշտում որ հայկականի հետ ինչ որ պիտի կապ ունենա ամեն ինչ։ Դե ինձ թվում է փորձում են մի հատ Չեխովը sense բաներ ասում, ասում է դու
նկարագրի քո գյուղի հենց քո տեսած կյանքը ու դա կլինի բան, որը ուրիշ ոչ մեկ չի կարողանա չի տեսել նկարագրել ու դու ամենաաուտենտիկ ձևով դա կանես, որ մեր մոտ լիքը բաներ կան, որ տենց լավ չեն արտացոլվել ու հետաքրքիր կլինի այլ ազգերին։ Հա, Netflix-ը ջոգել ես, որ ամենտեղ մտնում է Բրազիլիական crime series I watch it։ Խնդրեմ, խի պետք է ինչ որ տենց շատ իրական հայկական, ասենք, չգիտեմ, բանից, միջավայրից։ Օրինակ Կոստորիցան իրական իրա գյուղի մասին է, բայց մենք չենք տեսել, բայց հետաքրքիր է, ոնց։ Օրինակ այդ Գորդ Բոգ է ֆիլմը, City of God։ Այդ բաների մասին է, այդ Բրազիլիայի ֆավելաների կյանքի մասին է։ Որ կյանքում այդ կողը չեն ասնի, որ քեզ հետաքրքիր կլներ, բայց այնց են ցույց տվել ու նկարել։ Այնց չի որ ես իմ ինչ մեծ բանի բյուջետնի ֆիլմ է, որ դարել է լավագույն top 10 կինոներից։ Ու ես նենց չէ որ երբևէ տեսել եմ Albuquerque-ում Breaking Bad։ Breaking Bad-ից հետո սենց ինձ թվում է որ չգիտեի որտեղ Albuquerque։ Ծեր հարազատ քուչան էլ ինձ թվում է ամեն շենքը ճանաչում եմ։ Okay, իսկ դու հոբի ունես։ Քանի որ քո հոբին քո աշխատանքն է, հետաքրքիր է քո աշխատանքից դուրս ուրիշ հոբի հարց ես տալի։ Այդ որտեղ դժվար է, ինչ որ սիրում ես, անում ես ու դա համել քո տենց full time վիճակն է։ Ինչ-որ բան հավաքել։ Լսի, ես կարող եմ այն եզակի մարդկանցից եմ, որ իմ հոբիները դարել են իմ կարիերան։ Full time լրիվ։ Սա wow։ Դե փորձենք բարի նախանձ։ Բան ունեմ, սամուրայների ֆետիշ ունեմ։ Thank you։ Հավաքում ես սամուրայներին, բերում ես ծեր սամուրայներին Ճապոնիայից բերում ես։ Թուր բան, ոնց են սարքում, նայում եմ YouTube-ով, ինչ-որ այդ անունները գիտեմ, թրի վրի, այդ սախ բաներին, ցուբա, դնում ես։ Կատանան ինչ ընտանիքներ ասարկել է թրերը, հետո իրանց ֆիլոսոֆիան, այդ սամուրայսկի էմբլեմները ինչա նշանակում եւ այլն տենց։ Այդ կարելի է հոբի համարել։ Այսինքն սիրում կարդալ։ Okay, well, I like reading. Ոչ միայն մյուզիկի մասին։ Ոչ միայն, ու вообще մյուզիկի մասին չէ։ Եթե մյուզիկի մասին, то биографический բաներ։ Кстати, sense հարցեր ունենք, մի քիչ առաջ եմ անցնում, հարցնում ենք մի հատ գիրք խորտաս, որը անպայման չի նոր կամ բան, որ կյանքում մի անգամ գոնե մարդիկ կարդան, որը քո վրա ինչ որ ազդեցություն է ունեցել, ինչ որ մի ժամանակ, թեկուզ բաղ։ Մի անգամ ինձ կանչել էին տենց գրքի մասին ինտերվյու ասել եմ ու ինձ ճիշտ ասացիր, որ գոնե մի անգամ կարդան կներեք մի քիչ հիվանդ եմ քիթս բռնված։ Այո, դե հունվար է, ցուրտ է, ձմեռ է։ Նույնը պետք է ասեմ, Գերման Գեսեի Սիդհարտան, անպայման մի հատ պետք է կարդացվի։ Okay, well, իմ հետ շատ է այդ բանը resonate արել էլի այդ ճանապարհորդությունը այդ տղու ինչով է գնում այդ Okay, որ կյանքի թեմացի ռեալնի կյանքի բալանսի։ Well, եւ մի հատ էլ տենց այդ շարքից հարց ունենք, ինչ որ մի խորհուրդ, որը քո վրա ազդել է, կամ դու լսել ես, կամ քեզ տվել են, որ չգիտեմ, հավատա քեզ, կամ ես ինչ մի հանձնվի, կամ միշտ եղիր պունկտուալ, եթե գնում ես ոդքասթերի, ինչ որ մի խորհուրդ, որը քո վրա ազդել է։ Մարդկային հարաբերությունների մասին, հա։ Որ հավաքարարին ու պրեզիդենտին Տիպան նույն ձև մոտիկանաս որպես մարդ չնայես իրան ստատուսը եւ այլն ու ոչ թե 0-ից սկսես մարդուն հավանել, այլ 100-ով սկսես ու հետո եթե պետք լինի իջացնես 0։ Հա, benefit of the doubt տաս, էլի որ ենթադրես դեռ չես ճանաչում, որ լավն է, քանի չի հաստատեցել, քանի համը չի հանել։ Հա, եթե ինչ որ մի ուրիշ որ ավելի ցածր ոլորտի եթե մասնագիտություն ունեցող մարդ կամ տենց բան, ես կյանքում իրանց ցենց վերևից չեմ նայի եւ այլն ընդհակառակ։ Կստати, ես էլ ասեմ իմ փորձից, որ դու շատ նորմալ մարդ ես։ Thank you։ Հա։ Դու կարայր լիքը տեղ ուներ մի քիչ համը հանելու, մի քիչ տենց մեծամտանալու բան, բայց չէ, դու տենց լրիվ down to earth նորմալ մարդ ես։ Որտեղ Դու էլ ես քեզ շատ եմ սիրում, որտեվ գիտես, որտեվ չեմ կանում ես ցուցադրական, որ հենց ասենք երգը դուրս եկավ YouTube, всё process-ով հիմա նստեմ կոմենտները նայեմ, քանի հատ view եղավ ման, եղել է այդ պերիոդը, իհարկե եղել է, շատ կարճ, բայց որ հանձնում եմ արդեն այդ իմը չի, okay, so ինքը գնաց, երեխան ուղարկեցինք, ամուսնացավ գնաց, հիմա մյուսը։ Yeah, լրիվ
Հասկանալի։ Ու ամաչկոտ եմ շատ։ Մինչև հիմա որ փողոցում մոտ կանում են նկարվենք բան, էլի ասում եմ շատ հաճելի է, բայց ուզեք me okay։ Դե այդ կարող է չանցնել, բայց հա, պետքա նաև այդ բեռը տակից դուրս գաս։ Օրինակ ես հանդիպել եմ հայտնի մարդկանց, ում ես եղել եմ ֆան մեծ։ Հա։ Կարող է տենց ասել եմ, բարդ ես կարելի է նկարվել կամ բան եմ, որ տենց ասել եմ, ժամանակ չունեմ բան։ I'm not gonna listen to your shit no more. Oh, wow. You're a good artist but a bad person. Հա։ So I will love a good artist, bad person, թե։ Սկսենք good person it's Good person, good music. Եվ վերջին հարցը դու արդեն պատասխանել ես, դու արդեն խորհուրդ ես տվել համ գիրք, համ քո վրա ազդած խորհուրդ ես տվել, այնպես որ ինձ ոչ մի բան չի մնում բացի հարցնելուց ոնց ես հանգստանում, այս ձմեռը ոնց են, օրինակ մարդկանց հետաքրքիր է, հարյուրավոր մարդիկ հարցնում են, իսկ այդ Չիլան գնում է Եգիպտոս։ Այո, արդեն 3 անգամ գնացել եմ։ Boom! Եվ շատ քաղցրի համար պատասխան, որտեղ արա հա, ինչ ուզում Որ գնում եմ, կարծում եմ ես իրանցից եմ։ Իսպանիայում հետս խոսում են իսպաներեն, Եգիպտոսում ահելի դասում։ Okay, cool։ Բայց ամեն ինչ ինձ ավելի բազար հետս չեն անում։ Դու ասեմ states եմ լավ տուրիստ չեմ։ Ու հենց տենց էլ ասում ես ջոգում են, էլի։ Well, thank you, merci։ Միլիոն։ Ամեն երկրում կարամ նրանցից են։ Well, շատ Դաժե օգուտներ Աֆրիկայում։ Նո, դա պետքա լավ երկար մնաս արելի տակնդեր որ Շնորհակալ եմ շատ ցած ծերուցների համար գժվում եմ որտեվ այս մարդկային ազատ արտահայտվելու տեղ է տալիս շնորհակալ եմ շատ Well, and it's not stiff